Ողջույն հարգելի ընկերներ, այսօր մենք ունենք շատ հետաքրքիր եւ շատ հետաքրքիր մասնագիտական ճանապարհ անցած օր։ Այսօր մենք հյուրընկալել ենք ԱՄՆ Cleveland Clinic-ի neuroanesthesiologist բժիշկ Ռաֆի Ավետյանին։ Բարև ձեզ բժիշկ Ավետյան, շատ շնորհակալություն որ ընկալվեցիք մեզ մոտ։ Ձեր պատմությունը շատ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք դարձել բժիշկ եւ ինչպես եք հասել այնտեղ, որտեղ հիմա եք։ Եվ եկեք սկսենք ամենասկզբից, թե ոնց որոշեցիք դառնալ բժիշկ եւ ես գիտեմ, որ դուք ծնվել եւ մեծացել եք Պարսկաստանում, եւ այնտեղ ոնց որոշեցիք ընդունվեք բժշկական համալսարան եւ հետո ներմասնագիտությունը արդեն շարունակեք ԱՄՆ-ում։ Բարև բոլորին, շնորհակալություն հրավերի համար։ Այո, մի քիչ տարբեր պատմություն է շատ ուրիշներից եւ կարծում եմ թե հետաքրքիր է։ Ես ծնվել եմ Իրանում, Պարսկաստանում, Թավրիզ քաղաքում։ Իհարկե ոչ հայրս, ոչ մայրս Թավրիզից էին։ Պապիս կողմը Արցախից, Հարադաղից, մայրս կողմը հենց դարեր շարունակ Պարսկաստանում հայ համայնքից։ Հայրս կարդիոլոգ էր, Փարիզում կրթված, բայց կյանքի բերումով Թավրիզում, չեմ նրանց համար որ չգիտեն Թավրիզը մոտ է սահմանին Հայաստանի, բժշկություն էր անում։ Եվ մանկությունից ես հենց եղել եմ բժիշկների մեջ, հորս եւ իր կլինիկայի եւ իր ընկերների հետ փոքր ժամանակվանից իմ հայրս ինձ կտաներ իր կլինիկան, իհարկե մի քիչ ծաղալի պատմություն է, ինքը շատ կսիրեր հիվանդների հետ խոսել, բայց ես մի քիչ չէի ուզում, հետո որ իմ հիվանդները շատ չեն խոսում, ես անաստեզիոլոգ եմ, եթե խոսեմ խնդիր կա։ Հայոց դպրոցն եմ ես ավարտել Թավրիզում եւ իհարկե կյանքի բերումով Պարսկաստանի հեղափոխությունից հետո կյանքը մի քիչ շատ հեշտ չէր կրոնական փոքրամասնությունների համար, հետո որ մի փոքր ժամանակով ես գնացի Մեծին Բրիտանիա, Անգլիայում, դա երիտասարդ ժամանակ էր, բայց հետո որ վերադարձա, էլ չէի կարող դուրս գալ, որովհետև պատերազմ սկսեց Իրանի եւ Իրաքի մեջ եւ բոլոր տղա անձինք 13 տարեկանից ավելի բարձր չէին կարող երկրից դուրս գալ։ Դրա համար ես պարտավոր էի որ հենց Պարսկաստան Իրանում մնալ եւ մոտիկանում էր այդ տարիքին որ պետք է կամ երթաս բանակ կամ երթաս համալսարան ավելի շատ աշխատեցի որ համալսարան եմ ես շատ ավելի շատ engineering եմ սիրում բայց ժամանակ մենք լսում ենք մեր ծնողներին հայրս ասա չէ գնա բժշկություն ասի լավ Հետո որ գնացի բժշկություն ես ավարտել եմ Թեհրանի համալսարանը իհարկե դժվար էր ներս մտնելը պետք է շատ սովորեի հատկապես կրոնական փոքրամասնությունների համար եւ հետո ես սակվեցի կնոջս հետ հայ էին քնել Իրանում եւ ավարտելուց հետո արդեն պատերազմը վերջացել էր մենք իմիգրացիա արեցինք, գաղթեցինք, գնացինք Կանադա եւ հետո Կանադայից Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում ավելի շատ են կարողություն տալի քո անցածը գիտելիք, քան թե շատ ուրիշ երկրներ, ինչեւ անգամ Կանադա, որ ամեն ինչի կառավարական, այսինքն դու կառավարություն ուզում է իր կրթված անձինք առաջ մտնեն մասնագիտություն։ Ամենայն դեպս իմ բժիշկը հենց Կանադայում հայ էր, ասում Ռաֆի, դու պիտի եթաս Միացյալ Նահանգներ։ Ես եկել եմ Կանադա, չէ, պիտի եթաս Միացյալ Նահանգներ։ Հետո որ քննությունները բոլորը թե Կանադայի եւ թե Միացյալ Նահանգների ես պատրաստվում էի եւ Միացյալ Նահանգները ավելի շուտ ինձ ընդունեց Կլիվլանդը, Կլիվլանդ քաղաքը մոտ է Կանադային
հետավոր գնաց ես 26 տարի ավելա Cleveland Clinic-ում եմ։ Իմ internship-ը արզինատուրան residency in anesthesiology Cleveland-ում Cleveland Clinic-ում ավարտեցի, հետո դա fellowship սուր մասնագիտությունը իմ neuroanesthesiology եւ այդ աստինաբար շարունակել եմ assistant professor, associate professor, professor եւ program director, vice chair, president of medical staff. Դուք ասացիք, որ Կանադայից տեղափոխվել եք Ամերիկա եւ այդ ընթացքում քննություններ եք հանձնել տարբեր, որպես ուսանող, որպես երիտասարդ բժիշկ, որ կուզենա հայտնվել Կանադայում կամ ԱՄՆ-ում, շատ հետաքրքիր է, թե դուք ոնց եք կարողացել հանձնել այդ քննությունները, այդ ընթացքին ոնց եք կարողացել պատրաստվել, ձեր համար ինչ մեթոդներ եք մշակել, որ ավելի հեշտ կարողանաք սովորել այդ ամբողջ նյութը եւ նաեւ Իրանից գալ Կանադա եւ ԱՄՆ, որտեղ որ մշակույթը ավելի տարբեր է, քան Իրանում, կարծում եւ հոգեբանական եւ կրթական առումով շատ բարդ ադապտացիոն շրջան եք անցել։ Խնդրեմ մի քիչ այդ մասին մի քիչ ավելի մանրամասն խոսեք։ Ուրեմն այն ժամանակ, որ Իրանում համասարանում էի, այդ անցուդարձի երկրի խնդրի եւ հեղափոխությունից հետո այդ վիճակը ինձ մեզ համար իմ եւ կնոջ համար հայտնի էր, որ չենք կարող շարունակել Պարսկաստան ապրել այդ վիճակում։ Ուրեմն հենց այն առաջուց մեր մտքի մեջ կար, որ ի վերջո մենք դի գաղթենք երկրից դուրս գանք, ուրիշ երկիր տանք։ Մեզ համար կարևոր էր համայնք լինել, որ հայ լինի մեջը, մեզ համար կարևոր էր մեր այն ինչ կրթվել ենք դա շարունակենք։ Ուրեմն հենց այն առաջուց երբ հետում էի բժշկական համալսարան, նպատակը նա էր, որ ի վերջո ես այստեղ չեմ շարունակել։ Դե իմ անգլերենս ավելի ուժեղ էր, որովհետև երիտասարդ ժամանակ Անգլիայի ապրել կարճ ժամանակով։ Եվ նույնը կինս, բայց երբեք անգլերեն իրար չէինք հանդիպել, Պարսկաստան ենք հանդիպել, բայց դե լեզվի կողմից շատ կարևոր է, բոլոր գիտեք, մյուսն էլ արդեն նախապատրաստվել, այսինքն առաջուց որ սովորում ես, այնպես է սովորում, որ լավ տպավորվի, այսինքն չես մոռանալու, այսինքն չես ասում, որ հա, այս քննությունը անցնեմ, հիմա սրա շատ կոշտ չենք ունենալու։ Եվ գիտելիքը նույնն է, որ երկիրը հետս նույն գիտելիքն է, այսինքն պիտի լավ հասկանաս, լավ սովորես, այդ առաջի բանն է, պիտի լավ սովորես։ Իհարկե Կանադա մեզ համար շատ դժվար էր, որտեղ ընդ գործի իրավունք, որպես բժիշկ գործի իրավունք չկար, ուրիշ գործեր եմ արել, ես չէ որ կարողացել եմ մտնել բժշկություն, պատառ եմ սարքել, չգիտեմ, կոմպյուտեր եմ ծախել եւ գիշերները կարդում էի, այսինքն դժվար ժամընթացք էր, կինս թե աշխատում էր, թե համասարներում, ես ցերեկները աշխատում էի, գիշերները աշխատում էի, ցերեկները կարդում էի, մինչև որ կարողացա թե քննությունները Կանադայի եւ թե Միացյալ Նահանգների նույն ժամանակ հենց հանձնել։ Շատ լավ։ Իրականում շատ հետաքրքիր է եւ ես կուզեմ մի քիչ պատմեք գործի առանձնահատկությունների մասին, թե ԱՄՆ-ում կամ Կանադայում նույն կերպ, ավելի շատ ԱՄՆ-ում բժշկական համակարգը ինչ ձև է կառուցված եւ այնտեղ որպեսզի դու դառնաս բժիշկ, նորինակ neuroanesthesiologist, դու ինչ ճանապարհ պետք է անցնես եւ դրա համար մոտավորապես ինչ ռեսուրսներ, ինչ ժամանակ, ինչա պետք գալու։ Ուրեմն երկրները տարբեր են իրարից, հենց Կանադան եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպայի շատ երկրները, օրինակ Ֆրանսիան։ Ես ավելի շատ Միացյալ Նահանգների սիստեմը գիտեմ, որ բորդի է բաժանում, այսինքն բորդ կա, բորդը մասնագիտական, այդ ճանաչված, որ ասում եմ, թե
regulatory կառավարական կողմից եւ թե գիտական ինչպես ասած գիտական մասնագիտական ոլորտում ճանաչվում է որպես այդ կառույցը, որ այդ մասնագիտության մասին ծայրահեղ գիտի ով որ կուզի այդ մասնագիտությունը ստանա եւ ճանաչվի որպես այդ մասնակետ այդ ճյուղի մեջ պիտի իր գործունեությունը ներողություն եւ իր կրթությունը համընկնի ըստ հատուկ ինչպես ասած փուլերի օրինակի համար օրինակը շատ ավելի հեշտ է հասկանալը եթե վաղ ես կամ Միացյալ Նահանգներում ասեմ այստեղից մատ բան եմ բացել դպրոց եմ բացել եւ անաստեզիոլոգ եմ կրթում այդ բորդը անաստեզիոլոգների գալիս առաջի հերթին ում ես վերցնում ով է գալիս դե ինչ ես կրթում հատուկ բաներ կա սրանք որ այդ մասնակիցներում ինչ փուլեր են անցել քանի ամիս ինչ են կարդացել, ինչ են հանձնել, ինչ քննություն։ Ուրեմն բորդն է, որ նշանակում է, որ մեկը մասնակետ կարող է լինի, այսինքն մասնակետ կարող է կրթի, թե չէ։ Հետո կոնտրոլ ունի դա։ Այսինքն ամեն 2 տարին, 3 տարին, 4 տարին կապ ինչքան լավ ճանաչված տեղ է, պիտի ներկայացնի, որ քանի հատ արզինատուրա ունի, ինչա կրթել քանիսն են կանոնից դուրս եկել, քանիսն են մնացել, մինչև անգամ շաբաթվա մեջ քանի ժամ են աշխատել եւ հատուկ չափսից ավել չեն աշխատել եւ ինչ քննություններ են։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգների անաստեզիոլոգների բորդի հերկեւ անդամ եմ եւ ես քննություն առնող, այսինքն բորդը, եթե ուզենա մեկը բորդը ստանա, պիտի քննություն հանձնի։ Թե դա գրավոր է, թե պրակտիկա, թե բանավոր է։ Ես այդ բանավոր քննությունների հարցերի գրողների էդիտորն եմ, այսինքն տարիներ հարց եմ գրել, բայց հիմա ուրիշներ որ հարց գրում են, ես ճշտում եմ տեսնեմ ճիշտ է թե չէ, եւ ինքս էլ քննություն եմ վերցնում կանդիդատներից, որ ուզում են մասնագետ դառնալ։ Ուրեմն ինչի եմ այս ամենը ասում, նրա համար որ մեկ ստանդարտ կա, մասնագիտության ստանդարտ կա։ Եվ ով է դա վերանայում, կոնտրոլանում, այդ բորդն է։ Ուրեմն որպես բժշկական ֆակուլտետի աշակերտ, medical student, տարբեր rotation-ներ վերթում ես, որևէ մեկը քեզի հետաքրքրում է, ավելի շատ դրա մեջ տնտղում ես, բժիշկների հետ որ այդ մասնագիտությունն են, այդ կապը ստեղծում ես իրանց հետ հետազոտություններ անում ես, գրում ես, հետում ես բան, հետո հասկանում են, որ հա դու տակ սիրում ես։ Հետո դու application ես լսում, այսինքն դիմում ես, որ ես ուզում եմ այս մասնագետը դառնամ, եւ քննություններ կան, բաներ կան, ընդունվում ես որևէ տեղ։ Այդ արզինատուրան քանի տարին որ կա, շարունակաբար կապը ունես այդ բորդի հետ եւ ի վերջո ելնում ես board eligible, այսինքն ավարտում ես, կարող ես այդ բորդի համար դիմել։ Դեռ չունես, բայց կարող ես դիմել։ Հիմա իմիջայլոց կարող ես որպես այդ մասնագետ աշխատել, բայց առանցի բորդի, board eligible ես։ Քննությունները որ անցար, ելնում ես board certified։ Այսինքն ճիշտ հասկացա, օրինակ անեստեզիոլոգիան 4 թե 5 տարի է, չէ՞, ԱՄՆ-ում, չգիտեմ քանի։ ԱՄՆ-ում 4 տարի է, բայց եթե ուզենաս սուր մասնագիտություն ունենաս, կլինի 5 կամ 6 տարի։ Այսինքն 4 տարի դու քո medical university-ից, medical school-ից հետո ավարտեցիր, որոշեցիր դառնաս անեստեզիոլոգ եւ քո դիմումը տվեցիր, որ քեզ ընդունեն բորդում որպես resident, հա, որ դու գնաս որևէ հիվանդանոցում կամ հիվանդանոցում բորդում չես ընդունում, ընդունվում ես այդ հիվանդանոցի, այդ համալսարանի բանի դիպարտմենտի, որ անեստեզիոլոգի դիպարտմենտի resident արզինատուրա։ Բայց այն ինչ որ հենց այդ դիպարտմենտին էլ հսկում, հա, այսինքն ավելի բարձրն է, այդ բորդն է։ Եթե ես վաղ մտնեմ մի հատ դիպարտմենտ, որ բորդը դրան չի ճանաչում, ի վերջո ես դուրս գամ, ոչ ոք ինձ չի ճանաչելու։ Հա, ես գնացել եմ այսինչ համալսարանը, բայց դա բորդի անդամ չի։ Այսինքն վերահսկող մեկ մարմին է այդ հիվանդանոցի համալսարանի։ Դա Հայաստանում նույնը չի։
Հայաստանում այդպես ասած բորդեր չկան։ Ավելի շատ բանն է առողջապահության նախարարությունը, որ ճանաչում է այդ բժշկական ինստիտուտները, ֆակուլտետները, որ մասնագիտություն են տալիս։ Եվ ասում է, օքեյ, օրինակի համար ես գնացեմ առաջի հիվանդանոցը, այսինչ մասնագիտություն ավարտել եմ, դե ճանաչում եմ այդ հիվանդանոցին։ Բայց ինչ քննություններ պիտի հանձնվի, քանի ժամ պիտի դու, քանի տարի պիտի լինես, ինչեր պետք է անցածնես։ Օրինակի համար եմ ասում։ Ասում են, որ Հայաստանում ես այսինչ բժշկի հովանավորության ձեռքի տակ ես աշխատել եմ եւ հիմա վիրաբույժ եմ։ Ուրեմն այդ վիրաբույժը որ մեթոդը որ անի, այդ վիրաբույժը ինչ վիրաբույժություններ որ կատարի, դու դա գիտես, բայց չի նշանակում որ բոլոր վիրաբույժությունները գիտես, չէ՞։ Հետա որ այդ բորդը ասում է լավ, բայց մի հատ վիրաբույժ, այսինքն օրինակի համար դու 20 հատ օրինակի համար բանին լիարդի վիրաբույժություն ես արել, օքեյ, բայց նրա համար որ քեզ ճանաչենք որպես ընդհանուր վիրաբույժ, պիտի 40 հատ էլ ապանդեկտոմի անես, չգիտեմ 12 հատ էլ օրինակի համար ստամոքսի քաղց կեղեզի բան անես, թե ինչքան տորասիկ անես, ուրեմն հատուկ չափանիշներ ունի։ Եթե դրանք չես անցացրել, ի վերջո բորդել եւ բջբլ չես։ Okay. Այդ հիմա այս թեմայից միանգամից գանք մեր հայկական իրականություն եւ Հայաստանում այս պահին գնում է հենց այդ փոփոխությունները, որ դուք նշեցիք, որ ձևավորվի ռեզիդենտուրա կամ արդինատուրա, որը որ կներառի այդ համապատասխան չափանիշները, կունենանք ճիշտ ինչ որ մասնագիտությունների ճիշտ բնութագրեր եւ տվյալ մասնագետը դառնալու համար դու պետք է ստանդարտ անցած լինես այն բոլոր ցանկում նշված միջամտությունները, որ քեզ պետքա դառնալու որակավորված վիրաբույժ կամ անեսթեզիոլոգ կամ այլ մասնագետ։ Հիմա մեր մոտ Հայաստանում կոնկրետ մեր ուսանողական շրջանում ահագին անհամաձայնություններ, դժգոհություններ կային այս խնդրի շուրջ, այս փոփոխությունների շուրջ, որտեղ շատ նախ հապճեպ եղավ առանց ուսանողներին նախապատրաստելու այդ ամեն ինչին եւ օրենք ընդունվեց այն ժամանակ, երբ որ մենք պիտի ավարտեինք ու այդ ավարտելու ժամանակ որ մենք արդեն պատրաստ ենք եղել որ պիտի գնանք ուրիշ ձև, ինչ որ մարդիկ են գտել կամ ինչ որ մի ձև որոշել ենք հարմարվենք այս ամեն ինչին եւ այս փոփոխություններն է գալիս, որը որ բավականին մենք լինելու ենք այդ փոփոխությունները կրողը, ինքը հեշտ չի լինելու, մենք այդ փորձը կրելու ենք մեր վրա, թերությունները մենք ենք առաջինը զգալու եւ այլն, սա մեր կրթության որակի վրա եւ հնարավոր է որ ազդի եւ հնարավոր է որ նաեւ ֆինանսական տարբեր եւ ֆինանսական եւ մասնագիտական ինչ որ կորուստներ ունենանք որպես բժիշկ դառնալու որպես բժիշկ միջև դառնալը կուզեմ մի քիչ քանի որ դուք այդ ոլորտի մասնագետ եք եւ գիտեք ոնց է այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպում, ասեք ոնց կարելի է ճիշտ համագործակցել ուսանողության եւ կառավարող մարմինների հետ, որ փոփոխությունները լինեն քիչ ցավոտ կամ անցավ ուսանողների համար, բայց միևնույն ժամանակ մենք կարողանանք ունենալ այն համակարգը, որը որ իրոք կտա վիրաբույժ կամ ցանկացած մասնագետ, որ կարողանա ինքնուրույն աշխատել տարբեր տեղերում եւ անել այն գործը, որը ինքը օրենքով պետք է անի։ Շատ լավ, ուրեմն մի քանի բան միասին ընդունենք, մեկը այն որ ինչ որ ես ասում եմ կարծիք, այսինքն մեկը չեմ որ ես բոլոր ամեն մանրամասնությունները գիտեմ, ուրեմն ասածս ես կարծիք եմ հայտնում են բաների մասին, որ գիտեմ, տեսնում եմ եւ ականատես եմ եւ իմ առանցվա։ Ուրեմն այդպես չանենք, որ լսում ասացի, որ հա դե այս մասը ճիշտ ասում, չէ, դե այս մասը ճիշտ չի ասում։ Երկրորդ բանը որ պիտի ընդունենք, դա որ փոփոխությունը միշտ դժվար է, փոփոխության մեջ միշտ կան մեկեր, որ կարող է համաձայն չլինեն։ Մենք մեր comfort zone-ից պիտի դուրս գանք, որովհետեւ արդեն հա դե ես կետամ բժիշկ ելնեմ, հետո այսքան եմ արդեն ծրագրեմ։ Բայց փոփոխությունը անհրաժեշտ է, փոփոխությունը
շատերի համար կարող է ընդունելի չլինի, բայց դա է որ կա։ Եվ երրորդն էլ որ փոփոխությունը երբեք վերջնական չի։ Ամեն ինչը փորձվում է։ Կարող է դա հիմա դրել են այս փոփոխությունները, կարող է վաղը նորից փոխվի, կարող է ըստ այդ ժամանակաշրջանի տվյալների համար։ Ուրեմն դա իմացանք։ Մյուս կողմից էլ ի վերջո նպատակը, որ եկել եք դուք կամ ձեր ընկերները, որ բժիշկ դառնաք, հատուկ նպատակով եք եկել։ Հատուկ սեր եք ստեղծել որևէ մասնագիտության համար, ասել եք, օքեյ, շա, հիմա ինչպես է, այսպես են ասում, այս բնությունը պիտի ասես, այս մասնագիտությունն է, բանն է։ Եվ դրա համար եք նախապատրաստվել։ Բայց դա կարող է փոխվի։ Վաղը մյուս օրը կարող ասեն, գիտես ինչա, շատ բժշկական մասնագիտություններ, AI-ը կարող է անի, ուրեմն անցնենք մյուսին։ Դա կյանքի անհրաժեշտ եւ անփոփոխելի ձևով իրականություն է գալու։ Եվ մարդ արած պիտի պատրաստ լինի այդ փոփոխությունները ընդունելու եւ տեսնելու ինչ բաներն ա որ իր եղծերի, իր նպատակի հետ համընկնում է եւ այդպես իրան էլ դեպի փոխի։ Հիմա այսպես որ ես ասացի, կարող եք կարծեք որ հայ ես համաձայն եմ այդ բաժանումների, որ հիմա կա Հայաստանում, չէ, դա ես իմ կարծիքներ ունեմ։ Ավելի շատ ես որովհետեւ իմ անցյալս Միացյալ Նահանգներում այլ Միացյալ Նահանգների ձևով եմ նայում սրան, ասում ճիշտ չի թվում կամ մեր կանոններով դա չի լինի, բայց չի նշանակում որ սխալ է, կարող է Հայաստանում դա շատ էլ լավ լինի։ Բայց ի վերջո իմ փորձառությունս ցույց է տվել, եթե այդ մարմինը, այդ որ ասացի բորդը, մարմինը ունենանք, ամեն մի գիտական այդ մասնաճյուղում ավելի լավ կարող է կարծիք հայտնել այդ կապակցության մասնագիտությունների եւ սուր մասնագիտությունների մասին, քան թե մի ուրիշ մարմին, որ մտածում է, այսինքն նպատակն է, որ ինչպես բաժանում կատարեմ, ի վերջո հիմավա մեր բանի հետ համընկնի։ Մենք պետք է ապագայի համար մտածենք, ոչ թե մենակ հենց այսօրվա համար։ Շատ բաժանումներ, որ ես տեսա, կարդացի, մի քիչ գոնե կարող եմ ասեմ, որ մեր ստանդարտների չէր համաձայն չէր, բայց դա է, որ կա ժողովուրդ։ Պետք է փոխել դեպի դա աշխատել եւ ցույց տալ ձայնը հասացնել այդ կոնտրոլ ունեցող մարմիններին, որ դե սա աշխատում է, սա չի աշխատում, ինչպես կարող ենք ավելի բարելավենք։ Մի հատ պատմություն կա, որ հատ, չգիտեմ, մատ կենթանի էր մեր եւ տեսավ մատակլորի, ասա պոչետիշ գեղեցիկ է, ես պոչետ եմ ուզում, իս արաբեսին տեսավ, ասա կանջետ ինչպես է, որ դուրս եկավ մի բան, որ շատ էլ ընդունելի տեսք չուներ։ Պիտի դրանից խուսափվի։ Հա, ճիշտ է, սովետից հետո Հայաստանի Հանրապետությունը մի հատ շատ կարևոր ինչպես ասա, թանկարժեք ուժ ստացավ, նրա մեջ որ տեսավ կան աշխարհի 4 ծերում, ասիկը հայեր կամ նրանք որ հայ սերունդից են մնացել, որ մասնագետ են եւ կարող են օգտակար հանդիսանան։ Եվ սրանից մի բան լսեց, նրա ձևը տեսեց, հետո ավելի շատ կապ տեսավ, անձինք եղան հենց Հայաստանի մեջ, որ տեսան, Եվրոպայի համակարգը սա է, Միացյալ Նահանգների համակարգը։ Եվ ամեն տեղից մի բան քաղեցին։ Հիմա որ ճիշտ է, ճիշտը դա է, որ տնտղես կարդաս ստուգես, որ տեսնես, որ երկրում ինչ է կատարում, ինչ է աշխատում։ Եվ դա համադրեն, սա մեր երկրին կլինի, սա մեր չի լինի, մեր սովորություն չունենք, այսպես անենք, այսպես չանենք, եւ ավելի շատ փնտրեցին, տեսնեն ինչն է հեշտ եւ համընկնում։ Լավ է, բայց պիտի հիմքից ստեղծես մի նոր համակարգ, լավ կողմերը փորձառություններ տեսնելու տարբեր երկրի համակարգերից։
Եվ դա մի քիչ դժվար է, հեր, որովհետև այդ comfort zone-ից պիտի դուրս գա, որ ասցի, որ ասում եմ, որ դե, սա Հայաստանում չի աշխատի, լավ, ինչու չի աշխատի, եթե չի աշխատի, պետք է այդպես անենք, որ փոխենք, դժվար ճանապարհը ամենաճիշտ ճանապարհն է, ուրեմն ես կարծում եմ, որ իհարկե ճիշտ է, ճիշտ գործ են անում, որ կապերը ստեղծում են ուրիշ երկրների մասնագետների հետ, իրանցից փորձառություններ վերցնում, բայց ի վերջո այդ համակարգը, որ դրվում է մասնագիտական ճյուղերի մասին, դա չի պիտի լինի, որ օքեյ, հիմա սա մեզ համար հեշտ է, ինչպես ասացի, պատահած դժվար ճանապարհը ավելի ճիշտ է, եւ պիտի այդ մասնագետի հետ արծարծվի, այսինքն ավելի շատ խոսվի ձեր ուսուցիչների, ձեր պրոֆեսորների հետ, իմիջիայլոց ուրիշ երկրների այդ պրոֆեսորների հետ, որ այդ մասնագիտությունն ունեն։ Նորից օրինակ տանք։ Դու ինչ ես մտածում, Դավիթ ջան, ինչ մասնագիտություն ես ուզում շարունակես։ Կամ ես ամենայն հավանականությամբ որպես միկրովիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ եմ ուզում շարունակել։ Շատ լավ, օրինակը դա դեր։ Օրինակ պիտի հիմա ձեր միկրովիրաբույժների հետ եւ ուրիշ երկրների միկրովիրաբույժների հետ, տարբեր երկրներից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, որտեղ որ կա, նրանք որ այդ անձինք, որ այդ հավանականությունը ունեն, որ Հայաստանի հետ աշխատեն, խումբ ստեղծվի։ Եկեք սարքենք մեկ հատ board, մեկ հատ այդ մարմինը, անունը board չես դնում, ինչ դնում ես դիր։ Այդ մարմինը, որ տեսնենք Հայաստանի մեջ ապագայի համար ինչպես կարող ենք մի հատ մասնագիտություն 0-ից բարձրացնել դնել եւ ինչ տոպիկներ պետք է դասավանդվի, քանի տարի եւ ի վերջո ինչ քննություններ պետք է հանձնվի, որ մի անձի անունը Դավիթ Միրզոյանն է, սրա ասենք եղավ միկրովիրաբույժ մեր ստանդարտների համաձայն։ Հիմա կարողա այս երկրի հատուկ, ինչպես ասած, կանոնները չհամընկնի, բայց ի վերջո պիտի 0-ից սկսես բարձրացնել, այդտեղ հասածնես, եւ դա օգնություն է թե ներքին եւ թե արտասահմանի մասնագետների հետ միասին, ավելի շատ նրանք, որ այդ բորդի մեջ, օրինակ, հիմա ես նորից վերադառնում եմ անաստեզիոլոգ, ես պատրաստականություն միշտ հայտնել եմ հեսա 20-25 տարի, որ օգտակար եմ, լավ, Ռաֆիի հետ, այսինչ մասնագետի հետ, Եվրոպայից մյուսի հետ, որ այդ պատրաստականությունը հայտնել է, եւ Հայաստանի մեջ անաստեզիոլոգների հետ հավաքվենք, օքեյ, բորդ ենք սարքում, այդ բորդը ճանաչվում է նախարարության կողմից, բորդը ճանաչվում է համալսարանի կողմից, եւ դրանք են ասելու, որ ոնց է կառուցվում, առաջի տարին ինչեր են, երկրորդ տարին ինչեր է, երրորդ տարին իր վրա քանի տարի է լինելու, քանի ժամ ինչ պիտի իմանան, քանի ձև պրոցեդուրա պիտի անեն, քանի հատ ինտուբացիա պիտի անեն, որ տարբեր նեղ մասնագիտության վիրաբուժական բաները պիտի անցնեն, որ իրենց կոչենք որպես անաստեզիոլոգ։ Եվ կոնտրոլ ավելի շատ գալիս է բորդին, հանձնվում է նախարարությունից այդ բորդին։ Բորդն էլ կարող է ավելի շատ փորձառու բժիշկների կազմը լինի եւ օգնություն լինի ուրիշ երկրներից էլ, որ այս մտակցությունը ունեն։ Այդ իմ կարծիքն է, բայց ամեն մարդ իր կարծիք ունի, կարող է ճիշտ էլ չլինի, չէ՞։ Դե չէ, ամեն դեպքում լսելը եւ քննարկելը ինչքան հնարավոր է փորձառու մարդկանց հետ, կարծում դա ամենաճիշտ ճանապարհն է գտնելու ոնց որ լուծումները, եւ դուք էլ այդ ամեն ինչի միջով արդեն անցել եք եւ այդ արդեն երկար տարիներ պատրաստում եք մասնագետներ կամ նրանց սերտիֆիկացնում եք, այնպես որ շատ կարևոր է իրականում լսել, թե դուք ինչ պատկերացում ունեք դրա շուրջը, եւ այստեղ սահուն ուզում եմ անցում կատարենք նաեւ մի շատ հետաքրքիր թեմայի, բժիշկների ICPD հարթակը, որ դուք ստեղծել եք, շատ հետաքրքիր ICPD կետեմ, բազմաթիվ անվճար
անվճար հնարավորություններով, on-line վեբինարներ, նաև offline կոնֆերանսներ, տարբեր տեսակի մասնագիտությունների եւ տարբեր տեսակի բժշկական տարբեր ճյուղերի մասնագետների հավաքում ենք միտեղ եւ կիսում ենք նորարարություններով ու շատ ես որ իմացա հարթակի մասին եւ որ տեսա թե ինչքան լուրջ մասնագետներ են հավաքված մի տեղում եւ ոնց այս ամեն ինչը անվճար, մի տեսակ իմ համար շատ զարմանալի էր։ Հիմա կուզեմ որպես դուք այդ ICPD ակունքներում կանգնած մարդ պատմեք ոնց եկավ գաղափարը, ոնց ստեղծեցիք եւ ինչ նպատակ եք հիմա հետապնդում։ Թողեք առաջ բարձաբանեմ, որ մենակ ես չեմ եղել ստեղծողը, հիմա նախագահ ես ստեղծողներից մեկն եմ, բայց պատմությունը այսպես էր։ Ես հենց այն ժամանակ, որ արդեն բարձր տարիների իմ արժանատուրության, այսինքն խոսում ենք 20 քանի տարվա առաջվանի մասին, ասի մի օր, որ ժամանակը հիմա է, որ տեսնեմ Հայաստանում բժիշկները ով են, կապ ստեղծեմ։ Տեսեք, Սփյուռքում հայ լինելը այդքան էլ հեշտ չի, հայ մնալը այդքան էլ հեշտ չի։ Այսինքն այդ մտածելակերպը միշտ ունես, որ ես հայից եկած եմ, հայ եմ, ուրեմն երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախ եղավ, Սփյուռքի հայերի համար դա մեծ բան էր։ Հենց այդ ժամանակվանից դե այդ մասը անցնենք, բայց այդ ժամանակվանից ես մի հատ email գրա բանի բժիշկների մի հատ կայք կար այն ժամանակ եւ կես ժամում մի հատ պատասխան եկավ մի անձից, որ հա շատ հետաքրքիր է, կարող են կապեր ստեղծել եւ անունը դա այդ անձնավորության բժիշկ Գևորգ Եղջյանն էր, որի միջայլոց միկրովիրաբույժ մի հատ անձնավորություն էր եւ իր այդ ժամանակ իր position-ը համասարանում vice dean էր, փոխրեկտոր էր, ավելի շատ շարունակական կրթական։ Ես նկատա որ շատ պիտկը բաց մի անձնավորություն, այսինքն ներկայից իր շահի համար շատ չի մտածում, շատ չգովանեմ Գևորգի մասին, բայց տեսա որ ավելի շատ ուզում է որ երկիր առաջադիմի։ Եվ այդ ճիշտ ասած իրականությունը որ մենք ունենք մեկեր, որ իրանց հայ են կոչում ուրիշ երկրներում եւ մասնակիցներ են եւ իրանք սրծավ են եւ ավելի շատ կուզեն որ հենց հանրապետության մեջ Հայաստանի բժշկությունը առաջադիմի, կրթությունը ավելի շատ։ Ուրեմն դա մի հատ մեծ, ինչպես ասած, պոզիտիվ մի հատ նիշա իրանց հետ կապ ստեղծենք։ Եվ նա դրա ժամանակվանից ընկեր ենք դարձել։ Դրանից հետո շատ ժամանակ ես եկել եմ Հայաստան եւ իմ պրոֆեսիոնալ կյանքից մեջ էլ ավելի շատ կամաց վեր եմ գնացել, չէ՞, իմիջայլոց։ Եվ ուրեմն այդ կապ ավելի ուժեղացել է, ավելի այն ժամանակվանից մենք մտածում ենք որ ճիշտ կլինի, որ այդ continuous medical education շարունակական բժշկական այդ կրթությունը պարտադիր լինի, որովհետև տեսնում ենք, որ մեկը կա, որ արդեն երկար ժամանակ է բժիշկ այլ է, ժամանակ սովետի ժամանակվանից ավելի նոր բաներ ոչ չգիտի, հին ժամանակների բաներով է, եւ լավ չի երկրի առողջապահության համար։ Կապեր ենք ունեցել այն ժամանակվանից հենց տարբեր նախարարների հետ բժշկական առողջապահության, որտեղ շատերն էին փոխվում, եւ ի վերջո ես կարծում եմ իրանք եւս անդրադարձան, որ շատ կարեւոր բան է եւ այդ կանոնը դրեցին, որ ամեն մեկ բժիշկ պիտի ամեն ինչքան ժամանակ մեկ ցուցաբերի կրեդիտները հավաքելով, որ շարունակական կրթվում է։ Դա ինձ համար շատ կարեւոր բան էր։ Երկրորդ բանն էր, որ դեռ հələ վրան գործում են լիցենզիան առնելն, այսինքն որ բորդերի խնդիրն է, իհարկե դեռ հետո շարունակվի։ Բայց հիմա որ ասացին որ ամեն
բժիշկ պիտի շարունակական կրթական կրեդիտներ ունենա, բայց չասեցին ոնց։ Եվ մեզ համար նկատելի էր, որ շատերը երթում էին շատ անորակ online կուրսեր, շատ թանկ վճարելով բան, ինչա որ կարող են այդքանի ժամը ունեն ստանան եւ ցուցաբերեն, որ հա, դե մենք անում ենք շարունակակ։ Հիմա այդ մեկով, մյուս կողմից մենք տեսանք, այսքան մարդ կա, որ գալիս է միջազգային այդ հայկական բժշկական կոնֆերանսներում։ Մարդ կա ու մեր երկրից է եկի, որ չգիտեինք, որ դա հայ կա, ինչ մնաց հայ բժիշկ կա եւ հայ բժիշկ մասնագետ կա, որ իր համար այս սրծավ է, որ կուզի օգտակար լինի։ Ուրեմն դեղ ունենք մեկ հատ ուրիշ, ինչպես ասած, քանց եւ այսինչն ասում եմ դու այսքան փողոց ծախսել ես Հայաստան, որ մասնակցես մհատ կոնֆերանսի, որ տեսնես ուրիշ հայ բժիշկների, արդյոք դու կուզես, որ քո մասնագիտության մեջ օգտակար հանդիսանալ, դասախոսություններ տալ, կամ ընկերներ ունես քո երկրում ոչ հայ մասնագետ, որ այդ ինչպես ասած ներկայացությունները անեն, դասախոսությունները տալ Հայաստանի բանի բժիշկների համար, ինչու՞ չէ, մեկը հենց ես, այսինքն եթե ես եթե հաշվեք քանի երկրից են ինձ հրավիրել, որ երթամ ես ընդ դասախոսեմ շպատվո, բանով, ինչի ճանաչում են որպես այս անձնավորությունը, հա, ճանաչված մեկն է իր մասնագիտության մեջ, ուրեմն դա ինչու ես չանեմ հենց Հայաստանի համար, չէ՞, ուրեմն ես եւ դոկտոր Յաղջյանը եւ իմիջայլոց մի ուրիշ անձնավորություն դոկտոր Արա Բաբլոյանը, որ այդ մասին էլ շատ էր, նա ինքը բավականին փորձառություն ունի Հայաստանի բժշկական անցուդարձի մեջ եղել է ինքը նախարար, եղել է ինքը ինչ որ եւ գոնե կանոնները լավ գիտի, միասին միացանք, ասացինք, որ մենք ստեղծենք այս ICPD-ին, որ մասնագիտական զարգացման միջազգային այդ կենտրոնը ստեղծենք եւ դրանով կարողանանք հրավիրել այդ մասնագետներին, կազմակերպել դասախոսություններ եւ կոնֆերանսներ Հայաստանի հայ բժիշկների համար։ Առաջինը, որպես ես անաստեզիոլոգ էի, դրանք եւ շատ համաշխարհային ոլորտում հայտնի թե Հայաստանից, թե արտասահմանից հրավիրյալ ունեինք դասախոսության, որ պիտի կայանար Երևան, մինչև անգամ ամեն կենտրոնը արդեն որոշված էր, հյուրանոցները որոշված էին, ժամանակը որոշված էր, բայց դժբախտաբար կոവിഡ്ը եկավ, ուրեմն չէին կարող ճամփորդել։ Մտածեցինք ինչ անենք, օքեյ, ասացինք, որ վիրտուալ անենք այս ամեն կոնֆերանսները եւ սկսեցինք փորձառություն լավ էր, իհարկե ունեինք պատած կոնֆերանսներ, որ 1000-ից ավել անձին մասնակիցներ եղան, մենք կարողացանք մոտենալ բանի առողջապահության նախարարությանը, որ ստանանք այդ իրավունքը կրեդիտ մասնագիտական շարունակական մասնագիտական կրեդիտ տալու, դե սրանք ամենը ծախս ունի, ուրեմն մոտեցանք այն կազմակերպություններին, որ նույն այդ միշն ունեն մեր հետ նույնը եւ ասենք այսպես ենք գործում, դուք կարող եք հովանավորել եւ եթե հետաք մեր կայքը կտեսնեք շատ հովանավորներ, նույնպես եւ FAR-ը Fund for Armenian Relief, պատահած հայ մասնագիտական կամ հայ բժշկական կենտրոնները Միացյալ Նահանգներում կամ հենց Հայաստանում, որ սրծավ էին եւ մեզ օգնում էին նույնպես։ Հիմա մենք բոլորովին non-profit ենք, այսինքն ոչ մեկս, այսինքն շահույթ չեք Չէ, շահույթի հետևից չենք։ Իհարկե, մենք ծախսեր ունենք, որ այսինքն աշխատակիցներ, աշխատավորներ ունենք, որ պիտի նրանց վճարենք, ադմինիստրացիա ունենք, բայց բժիշկներ իրանք ոչ մի շահ չունեն եւ իրանք են մենակ իրանց շահը բերում, իրանց ժամը դնում այդ ճանապարհին։ Մեր բժշկական բորդը ավելի
ընդհանրացավ այդ 3-ից հետո Արան Ազարյանը, որ PhD է հենց կրթական օրթոպեդների Միացյալ Նահանգներից եւ բժիշկ բան Ասատուր Չեկմեջյանը Ուրուգվայից եւ Միքայել Մասվանի մանկաբույժ մասնագետ շատ հայտնի կենտրոնից Միացյալ Նահանգների եւ Միքայել Պետրոսյան եւ շատ տեսիք մեկին որ այդքան իր հետ կապ է ստեղծում ազգանունը մոռացած որպես ընկեր Ժանյա Ղազարյանն էլ Լոս Անջելեսից որ նա ավելի շատ մասնագետ է բժշկական կրթական ասենք բժիշկ չի բայց այդ դա ցույց է տալի ինչ մեր ուժը ավելի ընդլայնանում է եւ կարողանում ենք դեռևս այս մասնագիտական ներկայացումները եւ կոնֆերանսները դե ինչպես գիտեք շուտով Մադրիդում համաշխարհային հայ բժիշկների կոնգրեսն է լինելու ICPT-ին մեկ հատ ներկայացում ունի, այսինքն մեկ սեմինար է տեղ ներկայացնելու տարբեր հրավիրերը տարբեր երկրների մեջ կամ եւ Հայաստանի մեջ գտնվող այդ գազམ་ակերպությունները, որ իրենք սրծավ են եւ կուզեն Հայաստանում ավելի բարելավի մասնագիտական, բժշկական մասնագիտական այդ չափանիշների level-ը եւ այդ կոնֆերանսի մեջ կարծրացենք ինչպես կարող ենք ավելի շատ օգտակար լինել։ Դա կլինի Մադրիդում հուլիսի 3-ից 5-ը։ Շատ լավ, շատ հետաքրքիր էլի, որտեղ գործը շատ կարևոր գործ է անում կրկին անգամ եւ միավորել հայ ամենալավ կադրերին աշխարհում իրականում շատ կարևոր եւ հայրենանվեր գործ է ու ես շատ ուրախ եմ որ հիմա մենք խոսում ենք այդ մասին։ Ես իհարկե կուզեմ որ ովքեր որ հիմա անդամ են կամ ում որ հնարավորություն կունենանք հետագայում էլի ներկայացնել մեր այս հարթակում, որ իրենք էլ խոսեն իրենց փորձի մասին, կիսվեն, պատմեն եւ ունենանք շատ հետաքրքիր մի հատ տեղ, որտեղ որ ովքեր որ կազմակերպում են, ովքեր որ այս ամեն ինչի ակունքներում են, իրենց մասին խոսվի եւ դա շատ կարեւոր է կարծում եմ։ Եվ կուզեի նաեւ անցնել մեկ այլ հարցի, որը որ նույնպես շատ կարևոր է որպես բժիշկ ուսանող եւ հետագայում ապագա բժիշկ ինձ համար ես կուզեի հասկանալ ձեզ մոտ անձնական կյանք եւ գործնական կյանք համադրությունը ինչպես է ստացվում, որտեղ առանց անձնականի գործնականը շատ բարդ կլինի, առանց գործնականի անձնական պահելը շատ չի լինի։ Կուզեմ հասկանամ դուք ոնց եք կարողանում բալանսը գտնել այդ ամեն ինչի մեջ, լինելով այդքան զբաղված ու ոնց որ նշեցիք դուք ձեր կնոջ հետ ծանոթացել եք դեռևս Իրանում, այնտեղ եք ամուսնացել ու երկուսով տեղափոխվել եւ այդ դժվարությունները իր հետ հաղթահարել եւ որպես ընտանեկան արդյոք բժշկություն չի խանգարել ընտանիքին, այսպես ասեմ։ Չէ, բժշկությունը չի խանգարել ընտանիքին, այլև ընտանիքը մեջ կա եղել բժշկությանը, ասենք եթե քո զույգդ, քո կինդ, քո կեսդ, քո ընտանիքդ քեզի չհովանավորի, չպաշտպանի, չես կարող առաջադիմել դժվարություններս, մի բան ասեցի, դուք մի բան լսեցիք, այդքան հեշտ չի եղել։ Եվ կապ ամենակարևոր բանը այդ սերն է եւ այդ իրար հետ մեկ ընտանիք ինչպես ասած որոշել միասին արծարծել ապագայի մասին մտածել եւ իրար մեջ կանգնել տեսեք հիմա շաբաթ օր է եւ 3 բավականին երկար գործել եմ այսօր էլ ահագին ուրիշ գործեր ունեմ առավոտը ստեղ ժամը
6-ից շուտ ես դառնել եմ, որ պատրաստվում եմ այս մեր ինչպես ասած հաղորդման համար։ Բայց դա ինձ այդ հաճույքն է տալի, ես բավարարությունն է տալի, եթե ես կարողանամ որևէ բան օգտակար դառնամ այդ ուսանողներից մեկին, որ էսի լսելով մի բան իր կյանքը կարող է փոխի, այդ ամեն ինչը շատ ավելի շատ կարժի մի ժամ ավել քնելուց, չէ՞։ Ուրեմն այդ նպատակ, այդ ինչ որ թանկ է համար, դա որոշեք։ Եվ երկրորդ ամենակարևոր բանը այնա որ մենակ էլ ձեզ համար մի մտածեք, այսինքն ազգ կա, երկիր կա, ընկեր կա, ընտանիք կա, այդ ամենը նկատի առնելով այդ ճանապարհը որոշում եք եւ տեսնում եք այն ինչ բաները որ դժվարություններն եք առաջ ճանաչում եւ մտածում ինչպես հաղթահարեք այդ դժվարությունը դեպի այդ նպատակը։ Ուրեմն ամենակարևորը այնա որ նպատակ ունենալ, նպատակը հասնելուն ստրատեգի ունենալ եւ այդ նպատակը մենակ անձնական չլինի, այլև ուրիշի համար, որովհետեւ այդ մասնակ այդ ճյուղը որ ընդունել եք բժշկությունը երբեք անձնական չի։ Դու էլ քոնը չես։ Դու արդեն աշխարհին ես։ Դու արդեն հիվանդին ես, դու արդեն ավելի կրտսեր բժիշկին ես, դու արդեն քո ամենակարևոր հանգամանքը այնա որ օգտակար լինես ուրիշին։ Դա է քո կյանքդ։ Եվ հետո այդ հաճույքը ստանաս, որ մեկին օգնեցիր։ Դրա մեջ տեսեք գիտությունը շատ հաճելի է, բան չգիտես հետո հասկանում ես, բայց շատ ավելի քաղցր է այդ գիտությունը կիսելը։ Եվ իսկ կարծում եմ բոլոր նրանք որ հետո են բժշկական ուսանողության մեջ, այսինքն պրոֆեսոր են ելնում, չեն ելնում, դրանց համար այդ է ամենակարևոր, որ կիսվեմ, հասկացնեմ, ասեմ, դա որ ես ինչ գիտեմ, որ դու էլ գիտենաս։ Դա եւ մյուս բանը գիտեմը դրեք կողք։ Չգիտեմի հետևից գնացեք։ Գիտեմը արդեն գիտես, կամ կարծում ես գիտես։ Այն ինչ որ չգիտես, նրա հետևից գնա, comfort zone-ից դուրս եք։ Դժվար ճանապարհը ավելի ճիշտ ճանապարհն է շատ ժամանակ, որովհետև ավելի հաջողության է քեզի հասցնում։ Այսքան բանը չգիտեմ, էսի օգտակար է թե չէ։ Այդ իրականում շատ կարևոր բաներ եք ասում։ Այդ ոնց ասեմ, շատ դժվարություններ է լինում։ Ես ինքս անցնում եմ ամեն օր, կարծում եմ որ ընդունվում է բժշկական համալսարան, արդեն իր մոտ կյանքը փոխվում է։ Եթե իրոք որոշում ես բժիշկ դառնաս, իրոք պետք է ընդունես այն փաստը, որ ոչ մի բան հեշտ չի լինելու, առանց այդ էլ դժվար ճանապարհ ենք ընտրել ու պետք է կարողանանք այդ դժվար ճանապարհին ոնց որ դժվար ճանապարհին պատրաստ լինենք դժվարությունները հաղթահարելու եւ շատ կարեւոր է հավատալ նրան, ինչը որ անում ենք։ Իրականում շատ ժամանակ ես կոնկրետ իմ օրինակով կարամ կիսվեմ, ես անում եմ, փորձում եմ, ես ուզում եմ օգտակար լինեմ մարդկանց, կիսվեմ մարդկանց, ինչը որ ինձ հետաքրքիր է, կվստահեմ, որ մյուսներին էլ է հետաքրքիր դրա համար, այդ ինչ որ նշում եք, իմ մոտ էլ կա եւ մեկ-մեկ ուղղակի այնքանն ես անում, որ սենց լրիվ վերջանում ես ու որ էլ ասում ես ինչ կլինի, ես չանեմ էլի, թող ուրիշ մեկ անի, խիեմ ես անընդհատ ես հայտնվում եմ, այս ամեն ինչի մեջ, խիպտի ես անեմ, բայց հետո ասում ես լավ է հիմա, անենք, եթե այդ պահը հասնում է, որ հաղուկներես մի վարկյան դադար վերցում մտածի, որ ուրեմն ես իմ անելուց ես ով ով ումին մի շահ հասավ, և ի վերջո եթե ի վերջո այդ վերջը ասում ես այդ այսպես ասած տարիքավոր տատիկին, պապիկին, այդ հիվանդ մանուկին, այդ դեռահասին, որ 1000 երազ ունի, բայց հիմա այդ հիվանդության մեջ է, և դրան մի քիչ կյանք ավելի հեշտացնում ես, դա ամեն ինչ է։ Իսկ եթե դուք հետ գնայիք նոր ավարտող
Ռաֆի Ավետյանին հանդիպեիք, Ռաֆին, իրան ինչ խորհուրդ կտայիք։ Ճիշտ ասած, հենց այդ, որ դժվար է լինելու քեզ համար Ռաֆի, բայց ի վերջո այդ բավարարության համար կարժի, շարունակի։ Ասեք, մի բան, որ ոչ մեկս չգիտենք, այնա, որ մենք երկու անգամ չենք ապրում, որ իրար համեմատենք։ Ինչպես ասացի սկզբում, ես ինժեներություն շատ կսիրեի։ Հենց հիմա էլ, ճիշտն ասած, ես բժշկական կայքեր կա, որ ես իրա պատենտներ ունեմ։ Ես եթե search անեք կտեսնեք Ավետիսյան Ռաֆի ինչ բժշկական գործիքներ եմ ես հնարել։ Բայց խնդիր դա չի, խնդիրը այնա, որ կյանքը քեզ համար ինչ առաջ բերե, դրանից ամենաշատը օգտվի, հա, կարող է 2, 3, 4, 5 վայրկյան ավել բան չանես, ինչպես չասես, որ այս ինչ եղավ, այս ինչի է, այսպես, բայց էտա որ կա, իրականությունը էտա, այսինքն դու պետք է քեզ համադրես, էտա որ կա, դրա հետ հաշտվես եւ առաջի դասի։ Ամենալավը տեսնես, չէ ամենավատը։ Մի քիչ առաջ խոսեցինք այդ մասնագիտական բանը, էտա որ կա։ Էտա որ կա։ Հիմա դու քեզ համար որոշի, այդ ինչպես կարող ես քո նպատակի, քո այդ ուղի հետ էդի համադրես, դրա մեջ բանարի։ Ուրեմն հա, շեղվանք, ես եթե վերադառնայի երիտասարդ Ռաֆին տեսնեի, կասեի, որ շարունակի դժվար ճանապարհը, որ ընտրես, բավարարությունը իսկապես կարժի նեղության։ Եվ խնդրեմ կասեք 3 գիրք, որ կարդացել եք, ու ձեր մոտ կյանքում շատ կարևոր փոփոխություններ արել, բերել։ Որ ճիշտ ասած շատ է հենց մասնագիտական գրքեր են ելել։ Ինչ ասեմ։ Ես ավելի քիչ եմ պատմություն կարդում, բայց թեկուզ non-fiction։ Non-fiction։ Չէ, ճիշտ ասած, հիմա որ ասում եք, ամենաշատը ես article-ներ եմ կարդում եւ edit անում։ Ես editorial board-ի վրա եմ մի երկու ժուրնալի վրա եւ edit եմ անում, այսինքն իմ ժամը շատ է անցնում article-ներ կարդալու, բայց եթե այդանք երիտասարդ ժամանակ ինչ գրքեր եմ կարդացել, երևի մի քիչ հայոց պատմություն, որտեղ պատմությունից օգտվում ես, ոչ թե մենակ հայոց պատմություն, տարապես օգտվում ես եւ պատմության գիրք կարդալը այդ առավելություն ունի, որ արդեն ուրիշի փորձառությունից օգտվում ես։ Այսինքն այն կյանքը, որ դու պիտի ապրեիր եւ այդ փորձառություն ձեռք բերեի, տեսնում ես ուրիշը այդ փորձառության համար գրել է եւ էդի շատ թանկարժեք է։ Բայց մնացած եթե ասեմ, որ ինչ գրքեր ինձ համար հետաքրքրել է ֆիզիոլոգիա։ Այսինքն նևրոֆիզիոլոգիա։ Դա ինձ է։ Որտեվ էդի ճիշտ ասած ուղեղը շատ ամեն ինչ բացատրում է, չէ՞։ Ամեն ինչ բացատրում։ Բայց եթե հոգնել եք բժշկական որևէ գրքեր կարդալուց, ավելի շատ լավ է, որ պատմության գրքեր կարդաք։ Ես շատ հարցեր եմ ունեցել, ինչի է, էս սենց, ինչի է, ինչի է, մենք չեմ ես առավոտը արթնանում, ինչի ես գիշերը քնում եւ այլն, այդ հարցերը միշտ տանջել է, ու երբ որ առաջին անգամ տենց գտա, առաջին ֆիզիոլոգիան նախ եւ առաջ համալսանում անցանք, հետո ես արդեն սկսեցի նեյրոֆիզիոլոգիայի մեջ խորանալ, հոգեբուժության մեջ խորանալ, դատավարության մեջ խորանալ, ոնց պատասխանները այնքան բարձ էին դառնում, այնքան կարևոր առօրյա բաներ կա, որ ուշադիր լինես եւ այդ բանին կհասկանաս, որ քո ուղեղը ինչ խաղեր է խաղում քո հետ ու քո ամեն մի գործողությունը ինչքան կապ ունի քո ուղեղի բազային կառուցվածքների հետ, թե դու ինչ ունես խորքում դրած։ Այո, եւ այդպես
ամենահետաքրքիր էս վիրաբուժություններից մեջ որ կա որ ես մասնակցում եմ այդ awake craniatomina and ներգանգային վիրահատությունները որ կեսից պիտի ես արտնասնեմ հիվանդին համագործակցելու որ իմանան որ ուղեղի որ մասը ինչ է աշխատում իսկապես հետաքրքիր է աստծու էս արարածը մենք ենք որ ինչպես է աշխատում մեր միտքը շատ շնորհակալ եմ ձեզ մեր հետաքրքիր զրույցի համար շնորհակալ եմ որ ձեզ ձեր շատ զբաղված գրաֆիկից մեկ ժամ կարողացաք մեզ ես կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ մեր տեսանյութը կտարածենք անպայման որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեսնեն, լսեն, իմանան ձեր մասին, ձեր կատարած գործի մասին եւ փորձենք ավելի շատերս դառնանք լավ բժիշկ։ Եվ եթե կուզեն կապ ստեղծել, սիրով։ Շատ լավ, ես անպայման ձեր կոնտակտային տվյալները մեյլ կամ ինչ-որ բան կամ կթողնեմ։ Կայքը LinkedIn-ը ամենալավն է։ LinkedIn-ը ամենալավն։ Շատ լավ։ Ուրեմն ցանկացած հարցերի դեպքում արդեն կոնտակտներներ կթողնեմ վիդեոյի տակ։ Շատ շնորհակալություն որ մեզ միացաք։ Լավ մնացեք։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք էլ լավ մնացեք, հաջողություն ձեզ եւ ձեր ընկերներին։